մտցեք։ Շնորհակալ եմ ձեր թույլտվությամբ ես մի փոքր շեղվեմ բյուջեի քննարկումից, որովհետև մի հատ sense վատ պրակտիկա կա ձևավորված, որին ուզում եմ անդրադառնամ։ Երբ որ դիմադիր ուժերի առաջնորդները տենց ամիսներով պարապում են, հետո մեկը ինչ որ ոդքասթ անում, մյուսը հարցազրույց է տալիս, ու եթե հանկարծ արձագանքում ես, միանգամից sense մի աժոտաժ, մի բան, երեկել լրագրողները վարչապետին բան, տեսեք, ռեժիմը խուճապի մեջ է, մեզ արձագանքել են։ Նես տպավորությունն է, ոնց որ դուք էլ եք զարմանում, որ ձեր ասածին արձագանքում են, որ ընդհանրապես ձեր ասածը արժանի արձագանքելու։ Բայց իրականում հարգելիներս մենք ոչ թե արձագանքում ենք այն անլուրջ արգումենտներին, եթե իհարկե դրանք կան ձեր խոսույթում, այլ իրականում անհանգստանում ենք այլ առումով։ Անհանգստանում ենք ձեր խոսույթի մշակութային հետևանքների համար, որի իմիջիալոց այդ հետևանքները դուք կրելու սովորություն չունեք, էլի դուք այն որ ասում են դուք հիշաչար չեք, դուք չարությունն անում եք ու մոռանում եք դրա մասին։ Իրանցի եկեղեցին էլ ձեզ վկա։ Հիմա իհարկե այսօր խոսեմ, ես sense համընդհանուր ընդդիմության մասն եմ խոսալ, դուք կարող եք հակադարձել, այդ ինչ կապ ունի մեր հետ, էսի Սերժ Սարգսյանն է, այս Ռոբերտ Քոչարյանն է, այս ձևիցներն են, այս թևիցներն են, թե բա դրոշ դաշնակցությունն են վառում, մենք ինչ կապ ունենք եւ այլն, բայց ժողովուրդ, երբ որ հետևում ենք, ախր դուք այս մեկի շտաբից մտնում եք, մյուսի շտաբից դուրս եք գալիս։ Մի օր պարզվում է, որ Թագուհի Թովմասյանը այլևս հանրապետական է, մի օր պարզվում է, որ Տարոն Մարգարյանի Սակուլիկների խմբի ղեկավար Սևակը այլևս դաշնակցական է, ու դրա համար էլ ես sense ընդհանուր համատեքստով եմ խոսալու, այնպես որ դրան հակադարձել է անիմաստ է։ Հիմա վերադառնալով խոսքից, ինչ անհանգստություն կա ձեր ընդհանրապես խոսույթի հետևանքների մասին։ Օրինակ, իմ համար շատ անհանգստանալու է, ինչ կմտածի այն աշակերտը, ում ասում են, որ իր դպրոցի վրա մեծ ծախսեր անելը, այդ թալանին հավասար մի բան է, որովհետև այդ փողը պիտի ծախսվի, այն մյուս են պրեստիժնի դպրոցներ կան, էլի, այն մեծ շատ աշակերտներով Երևանի կենտրոններում եւ այլն։ Իսկ այդ հեռավոր գյուղերում այդ ինչ նշանակում է աշակերտի վրա ծախս անելը, ընդհանրապես այս գործարան ու բան համատեքստում, գործարան ու դպրոց համատեքստում ընդհանրապես կուզեի ձեզ հիշեցնել, որ 88 թվականին, երբ որ այլ երկրները այստեղ բնակելի տենց ավաններ էին կառուցում, բրիտանացի առաջի բան, որ կառուցել են, դպրոց են կառուցել, հիմա խորհուրդ եմ տալիս բրիտանացի գիտնականներին ասել ինչի զավոճ չսարքեցին, այլ եկան ու դպրոց սարքեցին։ Մյուսը, որ անհանգստանում եմ, օրինակ ես ինչ կմտածի այն զինվորը, որին ասում են, որ իր հրամանատարը պիտի թալանի, որովհետև վերջ-վերջո այդ հրամանատարը իր կյանքն է ժամանակին տենց դրել հանուն հայրենիքի, բայց թե այդ զինվորը ինչա դրել, որ այս պահին այդ թալանի զոհն է հանդիսանում, երևի ոչ մեկ չգիտի, հա։ Երրորդը, որ անհանգստանում եմ, ինչ կմտածի այն մարդը, ով որ աշխատել է, բայց աղքատ է եղել, ու իրան ասում են, դե գիտես, տնտեսական աճ է եղել, հետո կենտրոնացում, սենց հետո գլոբալիզացիա, հետո ինչ-որ սենց ինչ-որ տերմիններ եւ այլն, ու այդ փողը պատահականությամբ սենց լրիվ կուտակվել է որոշ երանելի ձեռքը, որոնք չգիտես խի պատահականորեն փոխկապակցված են եղել իշխանության եւ նրանց ներկայացուցիչների հետ։ Օրինակ ինչ կմտածի այն ուսանողը, որը պատրաստվում է լրագրող դառնա, ու տեսնում է, որ նախկին երբեմնի տենց նախագահի աթոռը զբաղեցրած անձը նախընտրում է իր ոդքասթը անցկացնել, այն մինմիմա, չգիտեմ, ինչ է դրանց ալիքը կոչվում, հայհոյախոս, սպառնալիքներ հնչեցնող ինչ-որ բլոգերների հետ։ Օրինակ լրագրողները այդ մտածել են, ինչի համար են օրինակ իրանք ընտրվել, էլի որպես բան։ Ինչ կմտածի 30 տարի պատերազմում եղած հանրությունը, եթե նրան ասում են, որ այդ 29000 եւ ալնից դուրս, եթե դու չունես կոնֆլիկտ, ուրեմն դու տարածաշրջանում հետաքրքրություն չես ներկայացնում։ Մինչդեռ այս պետության ներկայացմամբ 29000 եւ ալնն էլ է, էլի վերաբերում։ Կարող է հայրմերն էլ է ժամանակին տենց ասում, հայրմեր եւ ալն վերջմել ամեն, ասենք։ Էս է էլի ձեր վերաբերմունքը պետությանը եւ ընդհանրապես այն ինքնությանը, որ դուք սիրում եք պնդել։ Ինչ կմտածի ուսանողը, ում միջազգային օրով համոզում են գնալ, մասնակցել քաղաքական ինչ-որ միջոցառման, DVD ու էպիլատոր շահելու տենց սպասելիքներով, հիմա մի քիչ զարգացել ենք, DVD էպիլատոր չի բանա, iPod-ա բանա, տենց բաներ են բանանում։ Ասենք, հա էլի, կարող է ձեր կուսակցական տոմսերն էլ Մալաթիա Սեբաստիանում վաճառեք, որ մարդիկ գնեն ու հավատան, որ արդար է,
ու գան այտենց iPhone շահեն, բան շահեն, բայց սա վերաբերմունք է երիտասարդներին, թե բա երիտասարդները շարժիչ ուժ են։ Մի հատ ուժ էլ կա, ասում է թե օրը բան, ամիսը 4 անգամ ինձ ռեկլամ անես, էս անես, այս հեշթեգը դնես, էս անես, կարողա փող շահես։ Ֆրիլանսով այդքան բան անողը բան երաշխավորված աշխատավարձ կստանա, թե բա փող կարողա շահես, էլի։ Հա ու անհանգստանում ենք այս ամեն ինչի համար։ Մյուս անհանգստությունը, ընդհանրապես մյուս անհանգստությունն էլ այդ բառերի արժեզրկումն է։ Ձեզ թվում է, որ հեծանիվին հրթիռ ասեցիք, այդ հեծանիվով լուսին եք գնալու։ Ասենք հետևել եք, թե ինչ բառեր եք այս ընթացքում օգտագործում ու ինչ կարգի արժեզրկելով։ Կարամ դրանք թվարկեմ, էլի կապիտուլյացիա, քաղբանտարկյալ, իշխանազավթում, քաղաքական հայացք ու կոշտ քննադատություն։ Ու տենց դուք մտածեք, ոնց կարելի է սեփական ժողովրդին անընդհատ տարին մի քանի անգամ պնդել, որ իր սեփական երկիրը կապիտուլացվել է։ Այտենց մի քանի անգամ պնդել, հետո էլ հետ գալ ասել այն մի կապիտուլյացիան լավն է, ու ամեն օր ասուլիս տալ, որ եկեք այդ կապիտուլյացիան մենք սոտակի պետք է իրականացնենք, այն որ ասում են կապիտուլյացիա, դա մի հրաշք կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիան էլ մա վատը ու լավ է, էլի սենց։ Ու 5 անգամ կարա նույն երկիրը կապիտուլացվի։ Հետո երբ որ բառերից եք խոսում ես ամեն ինչից հետո, կամ քաղբանտարկյալ տերմինը Ձեր կոչած որ մի կողմ թողենք, որ միջազգային ոչ մի լուրջ կազմակերպություն չի հաստատել իրանց գոյության մասին, որ մի քաղբանտարկյալ ինձ մի հատ թափ տաս, քրեական գործեր է, որ թափվում է, մի արժեզրկեք, ասենք դու պատկերացնում եք քաղբանտարկյալ ու վարդանիկ, հա, այն որ ես արամ այդ երկում դրանով հերոս չդառավ, դրանով քաղբանտարկյալ չդառավ։ Այդ մարդը բյուջե է լափում, այդ մարդը կաշառակերությամբ է զբաղված, այդ գործով գնում է գալի ասում եք քաղբանտարկյալ։ Վաղը մյուս օր կարող է բոլոր հանցագործները որոշեն իրանց բռնվելուց 5 պակաս հելնեն մի քաղաքական հայտարարություն անեն, որ հետո իրանց քաղաքական բանտարկյալ հայտարարեն։ Թե բա սուր քննադատություն եւ քաղաքական հայացք։ Քննադատությունը գիտեք ինչ է, քննադատությունը ուրիշի արարքները հիմնավորված, հոդաբաշխ հիմնավորումներով քննադատելն է, քննարկելն է։ Մարդը հելնում է մի հատ վիդեո է տարածել, ու մենակ ինքը չէ, էլի կա սենց։ Ծերի ծեր միայն հայոյանք ու ֆիզիկական բանը, այտենց հաշվեհարդարի բաները, ասում են քաղաքական սուր խոսք է։ Շատ քաղաքական սուր խոսք է։ Վաղ մյուս օր այդ հայոյանքները, հարգելիներս, այդ որ դուք այդ հայոյախոսներին ձեր կողմը այտենց պահում եք, մի օր պատտվելու են, գալու են ձեր կողմ։ Ու իմիջիայլ ձեր կողմ գալու են առանց ձեզ հակառակվելու, որպես բարեկամ են գալու ձեր պատուհանների տակ։ Դուք ուզելու եք իրանցից ազատվեք, լրագրողներն էլ է սա վերաբերում, որ վերնագիր եք դնում, որ MVD-ի նախարարը, չգիտեմ MVD մենք երբ վանից չունենք, պետք է տղամարդ լինի, որ քֆուր տա եւ այլն sense բաներ, մի օր այս մարդիկ ձեր մասնագիտությանն են անդրադառնալու, ու դուք չեք կարողանալու պաշտպանվել, որովհետեւ հակառակորդից ավելի հեշտ է պաշտպանվել, բայց անցանկալի բարեկամից այդքան հեշտ չի ազատվելը։ Իսկ իրանք գալու են ձեր մոտ որպես անցանկալի բարեկամներ։ Հիմա ինչ վերաբերում է իշխանազավթմանը արագանցնեմ, ուրեմն ասում եմ միջազգային ընդհանրապես այդ կազմակերպությունների դիտորդական բաները 98 թվականին խորապես թերություններ չեն համապատասխանում չափորոշներին լրջագույն կեղծիքներ 2003-ին էլ չեմ ասում որ ընդհանրապես տվեցիք ամեն ինչ անցակ 200-ից ձերբակալումներ կեղծիքներ լցոնումներ մեդիա կողմնապահություն եւ այլն ոչ մի միջազգային կառույց չի ընդունում Սերժ Սարգսյանն էլ ասում է որ մեր ժողովրդավարությունը էդի մեր ձևով ժողովրդավարությունն է եւ եվրոպական ժողովրդավարությունը այստեղ անելիք չունի ու դա բերում է նրան որ 2008-ին այլ խայտարակ իրավիճակ է լինում էլի խնդիրներ էլի կեղծիքներ եւ տեղի ունեն այն ինչ տեղի ունեն դրանից հետո մի քիչ մեղմվում է միջազգային դիտորդների կարծիքը, որտեղ Սերժ Սարգսյանը արդեն ինստիտուցիոնալ էր դարձել Կաշառքի ինստիտուտը, ամենազազրելի ինստիտուտը, որը մինչև 2018 շատ լավ աշխատեց ընտրությունների համար, որը մինչև 2018 ընդհանրապես մշակութային եւ արժեքային համակարգով հասարակությունը, չգիտեմ, ուր հասցրեց մինչև։ Ու դուք դեռ խոսում եք իշխանազավթումից։ Իսկ ինչ են ասել 2018-ի, 2021-ի ընտրությունների մասին։ 2018-ին հիմնարար ազատությունների հարգանք, լայն հանրային վստահություն, թափանցիկություն, համապատասխանություն։ 2021-ին, ուրեմն կներեք, լավ, 2021-ին մրցակցային լավ կառավարում, հիմնական ազատությունների նկատմամբ հարգանք, իհարկե լարված մթնոլորտ։ Եվ լավ հիշեք, որ մենք այլևս 2021-ին այս լարված մթնոլորտում, բայց մրցակցային պայմաններում եւ ազատությունների նման ազատությունների նկատմամբ հարգանքով ընտրված իշխանություն ենք։
երբ որ իշխանազավթերից եք խոսում, այս ամենը հաշվի առեք, ու երբ որ հերոսապատումներ եք պատմում ձեր մասին, ձեր անցյալի մասին, լավ հիշեք, որ ձեր ցանկացած հերոսապատում խոշոր հաշվով ապօրինի է, որովհետև դուք չեք ունեցել լեգիտիմություն եւ չեք ունեցել իրավական այդ հիմքը անելու որևէ որոշում, կատարելու որևիցե քայլ Հայաստանի Հանրապետության անունից։ Գնացեք մտածեք, ովքեր են իշխանազավթները, ովքեր են հայոյախոսները եւ մնացածները, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Պարսելյան։ Արուսյակ Մանավազյան,